Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին և սոցիալական ցանցերում հրապարակել միջոցառման կադրեր, ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն նիստին մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետեր և արտաքին գործերի նախարարներ, իսկ հայկական պատվիրակության կազմում ներկա է եղել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ ողջույնից հետո շփումներ են եղել նաև փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ։ Մեկ այլ տեսանյութում երևում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական շփումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը։ Նիստի ընթացքում նախագահ Թրամփը անդրադարձել է տարբեր միջազգային հակամարտությունների թեմային, խոսելով նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից։ Նրա խոսքով երկար տարիների դիմակայունությունից հետո կողմերը նշանակալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչի համար շնորհակալ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Քննարկումների առանցքային ուղղություններից մեկը եղել է նաև Գազայի խաղաղության օգնության ծրագիրը և առաջիկա քայլերը։ Ամերիկյան և միջազգային մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ նիստում հայտարարվել է, որ որոշ երկրներ պարտավորվում են վերականգնման և օգնության ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն տրամադրել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը X-ում նշել է, որ Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել նիստում հայտարարված $7 միլիարդ ֆինանսական նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակություն մտցնել այս հարցում։ Միաժամանակ Հաջիևն անդրադարձել է նաև Ալիևի և Փաշինյանի հանդիպմանն ու ձեռքսեղմանը, նշելով խաղաղություն բառի ֆոնին այդ պահը խոր իմաստ ունի։ Հիշեցնենք, որ խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին Դավոսում։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է արել, նշելով, որ վերադառնում է Հայաստան խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։